բոլորը ինձ ասում են, որ դուք տղամարդկանց եք պաշտպանում, մեզ բան եք ասում։ Վերջը ուզում եմ պրիզնացը գամ, որ իրոք պաշտպանում եմ, որովհետև շատ լավ եմ ճանաչում եւ կանանց եւ տղամարդկանց։ Նայեք, ես գիտեմ տղամարդիկ ոնց են մտածում, ինչքան արագությամբ կարան որոշում կայացնեն եւ ոնց են ընկալում ձեր խոսքերն ու ասածները։ Եվ գիտեմ կանայք ինչքան արագ միտք ունեն ու ինչքան էմոցիոնալ են ու ինչքան արագ որոշումներ կարող են կայացնել։ Մեր տարբերությունը դրանումն է, հրաշքներս։ Եթե դուք ձեր տղամարդուն բան եք ասում, ինչ ուզում ա լինի, թեկուզ արի մի հատ թուշը սպաչի կարա, իրան ժամանակ ա պետք, որ ինքը դա գիտակցի ու գա ձեր թուշը պաչի կանի։ Ու այն տղամարդն ա ձեզ սիրում, ով լռում ա, բոլոր իր գործն ա անում։ Այն տղամարդը, ով մենակ խոսում ա, լավ բառեր ա ասում, խոսքեր ա տալիս, սարեր ա խոստանում, ինքը մենակ խոսելու ա եւ խոսք տա, ուրիշ ոչ մի բան։ Ամենքը ուշադիր եղեք, նայեք ձեր կողքերը, այո, մի ամսյակն ա սկսվել, բոլորը քլնգում են իրանց տղամարդկանց, իսկ ես ուզում եմ պաշտպանեմ։ Մի րոպե լռեք ու նստեք ու մտածեք։ Ինչ են անում ձեր տղամարդիկ ձեր համար։ Լուր իրանց գործն են անում, լուր բերում են, գործողություններ են անում, ընտանիք են պահում, հրաշքներս, տղամարդիկ եկել են ձեր կյանք, որպեսզի ձեր հոգսերը հոգան, ընտանիքի հոգսը վերցնեն իրանց վրա եւ ձեզ պաշտպանեն։ Իսկ ուրախությունը, տրամադրությունը, օջախի ույուտը ամեն ինչ կինն է ստեղծում։ Եվ առհասարակ մարդը ինքը պետքա ուրախ լինի, մարդը ինքը պետքա իրան սիրի ու ամեն ինչ իր համար անի։ Մեր տղամարդիկ մեր կյանքում կլոուն չեն, որ ուրախացնեն, ծիծաղացնեն ձեզ, եսին ինչեր անեն ձեր համար։ Այո, տղամարդիկ նրա համար են, որ քո հոգսը թեթևանա ու դուք իրար հետ երջանիկ ապրեք։ Տվեք ձեզ երջանկություն, տվեք ձեզ ուրախություն, տվեք ձեզ կյանք։ Այո, դուք եք ձեզ ուրախացնում, դուք եք ձեզ տալիս բարձր տրամադրություն։ Այո, ամեն ինչ այստեղ է հրաշքներս։ Ու տեսեք ու գնահատեք ինչեր են տղամարդիկ անում օջախի համար եւ ձեր համար։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ դուք ասում եք, մենք էլ ենք աշխատում, մենք էլ ենք ստեղծում, լավ եք անում։ Ամեն ընտանիք իր օրենքը ունի, ամեն ընտանիք իր ապրելակերպը ունի, իրար սիրեք, իրար հասկացեք, անուշ պուպուշ ապրեք։ Ու հիշեք, տղամարդուց եթե մի բան պահանջում եք, ասեք սիրուն, կանացի քնքուշ ու գնացեք ձեր գործերով։ Թող ինքը որոշի ու ձեր ասածը մեծ հաճույքով կատարի հրաշքներս։ Ու մենք պետքա հիշենք, որ մենք մի բան ենք ցանկանում, տղամարդը մատից հոտ չի քաշե, որ ինքը գուշակի դու ինչ ես ուզում, քեզ ինչը կուրախացնի, նստում ենք եւ խոսում ենք, սովորական բերանով ասում ենք, ես սիրում եմ սենց, ես ուզում եմ սենց, ես բաներն եմ ուզում կյանքս արևս սիրտս, այս ամեն ինչը իմ կյանքում որ լինի, ես երջանիկ կլինեմ եւ վերջ, ու չենք բզբզում 150 անգամ ու կրկնում ու ասում չարեցի, ուզեցի, դու ես կամենում եւ այլ։ Քո ցանկությունները ասում ես ու գնում ես քո գործերով ու ժամանակ ես տալիս, որ քո սիրելի ամուսինը այդ ամեն ինչը, այդ փազլը գլխի մեջ հավաքի, այդ կուբիկները դասավորի, հասկանա որտեղ ինչ է անում, ոնց է դասավորում, որ քո ուզած բանը անի։ Այս սա է ամբողջ մեր խնդիրը։ Կանայք համբերություն չունեն, տղամարդկանց ժամանակ ա պետք, կանայք վռվռում են, տղամարդիկ գժվում են ու իրար չեն հասկանում։ Տղամարդիկ շատ բան ասեցի աղջիկներիս, իսկ դուք էլ հիշեք, որ մենք կին ենք, որ մենք խելառ ենք, որ մենք միշտ տարբեր հորմոնների տակ ենք ու դուք էլ հաշվի առեք, երբ որ կինը սկսել է գժություններ անել, ուրեմն ինքը քո սիրո կարիքն ունի ու քո ուժադրության, իսկ դա մի մոռացեք դուք հրաշքներս։ Հա հրաշքներս, չմոռանամ ասեմ, երբ որ ես ասում եմ տղամարդիկ, հենց դա նորմալ տղամարդկանց է վերաբերվում, ոչ թե այն, որ գնում եք, ես իմ ում հետ եք ամուսնանում, հետո էլ ասում եք իմ ամուսինը սենց է կամ նենց է։ Ինչ գործ ունեիք այդ տղամարդու հետ ամուսնացել էիք։ Նորմալ տղեկ ենթեք ու ամուսնացեք։